Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Հայաստանում մահկատություն կա աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Ուշագրավ այս մտքի հեղինակը Հայաստանի վարչապետն է։ Նրա համոզմամբ աղքատությունը ոչ թե աշխատատեղեր չլինելու, այլ աշխատատեղը զբաղեցրած մարդու բավարար հմտություն չունենալու հետևանք է։ Այլ կերպ ասած, աշխատուժի զգալի մասը չունի անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Թե ինչպես են նման մարդիկ աշխատանքի տեղավորվում այն էլ մասնավոր հատվածում, Փաշինյանը չի մանրամասնել։ Բայց փաստ է, որ պաշտոնական վիճակագրությամբ նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ Հայաստանում չեն կարողանում հաղթահարել աղքատությունը։ Մասնավորապես բարձրագույն ուսումնական հաստատությունները ավարտած ավելի քան 100,000 մարդ ապրում է աղքատության մեջ։ 2024-ին նրանք չեն կարողացել ամսական նույնիսկ 53,000 դրամ ծախսել։ Պարզ ասած, մարդիկ ստացել են անհրաժեշտ գիտելիքներ, սակայն շարունակում են ապրել աղքատ։ Իսկ գուցե պատճառը տեղական բուհերի թերի զարգացված լինելու աշխատաշուկայի եւ պետության հետ նրանց խզված կապն է, կամ եթե ավելի խորանանք պետության առաջնահերթությունների ու դրանց ուղղությամբ անհրաժեշտ քայլերի բացակայությունն է։ Այլապես իրոք անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ ասենք ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողը տաքսի է վարում։ Եթե նա աշխատել օրինակ Միացյալ Նահանգներում, աստղաբաշխական աշխատավարձ կստանար։ Բայց քանի որ մեր պետությունը գիտական կարևորագույն այս ոլորտին ուշադրություն չի դարձնում, ֆիզիկոսը, որը հայրենասիրական դրդումներով չի արտագաղթել Միացյալ Նահանգներ, պետք է տաքսի վարի։ Այսինքն պետությունը ինքը պետք է հաշվարկի, թե որ ոլորտին ինչ մասնագետներ են անհրաժեշտ ու ձևակերպի համապատասխան պատվերներ, այլ ոչ թե մեր կապարանոց հայտարարություններ հնչեցնի, թե եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչ պետք է անել, վերադառնալ կրթությանը։ Միով բանիվ, միայն կառավարությունը իր արդյունավետ եւ նպատակային քաղաքականությամբ կարող է հաղթել աղքատությանը։ Այժմ Էդուարդ Պողոսյանի «Երբ տաքսիստը ֆիզիկոս է» տեսանյութը։ Առավոտյան աշխատանք էի գալիս տաքսիով եւ բնականաբար հայտնվեցինք խցանման մեջ, վարորդի հետ խոսակցության բռնվեցինք։ Առանց նույնականացնելու, պարզապես ասեմ, որ գիտ աշխատող էր։ Աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է։ Բայց մենք պետք է առարեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչու՞, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով։ Այսուհանդերձ Հայաստանի սոցիալական պատկերն այլ վկայություն ունի։ Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց 2025-ի տարեկան զեկույցը, ներկայացնելով աղքատության թվերը։ Այսպես բարձրագույն կրթություն ունեցող ավելի քան 100,000 մարդ մեր երկրում համարվում է աղքատ։ Օրինակ, անցած տարի 2024-ին նրանք մեկ ամսվա ընթացքում չեն կարողացել խանութներում 53,000 դրամ ծախսել։ Ցանկություն պետք է լինի այդ աղքատությունը հաղթահարելու, պետք է լինի նպատակ, պետք է լինի ռազմավարություն եւ պետք է լինեն միջոցառումներ։ Այսօր ոչ մի բան չենք տեսնում եւ չենք տեսնում մինչեւ տևական ժամանակ։ Աղքատները այս պետության համար հետաքրքիր մարդիկ չեն։ Այն ինչ օրենքներ ընդունում է այսօր ազգային ժողովը, բնավ չի այսպես նպաստում տնտեսության զարգացմանը։ Ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին ղեկավարը հիմնավորում է բիզնեսի համար պետք է լինի կանխատեսելի միջավայր, որպեսզի ներդրումներ արվեն, այդ թվում հենց նույն կրթական համակարգում ներդրումն ու հաստատուն միջավայրը ուղիղ կապի մեջ են, ասում է։ Եթե բիզնեսը իմանա, որ իրավիճակը կայուն է, ինչպես նաև ներդրում կկատարի այսպես սոցիալական ձեռներեցության ոլորտում, ներդրումներ կկատարի սոցիալական պատասխանատվության ոլորտում։ Մեր մոտ բիզնեսը այդպիսի բան չի անում, որովհետև չկա կանխատեսելի միջավայր, չկա կանխատեսում, կայուն կանխատեսում բիզնեսի զարգացման։ Ինչ վերաբերում է աղքատությունը մտքում պահողներին, ինչպես ավելի վաղ բանաձևել էր վարչապետը, հիմա էլ նրանց առաջարկում է վերադառնալ կրթությանը, եթե չքավորությունը չեն կարողանում հաղթահարել։ Մեր երկրում գիտության զարգացմանն աջակցող նախաձեռնության գիտուժի ներկայացուցչին հարցնում ենք. գիտաշխատողը, ում աշխատավարձը անձնական, գուցե նաև ընտանեկան կարիքները հոգալուն փաստացի չի բավարարում եւ նա ստիպված այլ աշխատանք է կատարում, սեփական մեքենան դարձնելով տաքսի, խնդիր ունի վերադառնալու իր կրթությանը, հատկապես հիմա, մեր այս նույն ժամանակներում, երբ քաղաքական բարձր ամբիոններից պատասխանատու պաշտոնյաները նաև հայտարարում են, թե Հայաստանում գիտնականներն այլևս բարձր աշխատավարձերի տերեր են։ Եթե գիտնական բառի ոնց որ
սահմանումը ճիշտ ենք ընկալում, ոնց որ ինքը արդեն ամեն օր կրթվում է, հա, հաստատ բարձրագույն կրթության վերադառնալու կարիք ինքը չունի, ինքը արդեն անցել է դրա միջոցով, իսկ այն սկզբնական փուլում գիտնականների այն դեր, որ երիտասարդները նոր պիտի մտնեն, դեռ մեր կարծիքով բավականին ցածր է։ Իսկ եթե անգամ քաղաքացին բարձրագույն կրթություն ունի, միաժամանակ առանց աշխատանքի է կամ ոչ ցանկալի աշխատավարձ է ստանում, այնքան որ չի կարողանում հաղթահարել աղքատությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանի համոզմամբ, այնուամենայնիվ մեղավորը պետությունն է, սահմանադրությանն է հղում անում Ատոմ Մխիթարյանը, հիշեցնում ի վերջո սոցիալական պետություն ենք։ Պետության դերը ի՞նչն է։ Պետության դերը այն է, որպեսզի հասարակությունից աշխատող մարդկանցից հավաքի հարկերը եւ ինչքան հնարավոր է արդար վերաբաշխում անի։ Պետությունը ըստ էության այդ մարդու պոտենցիալը չի օգտագործում իր տնտեսության մեջ։ Սուրյանկյան հետ զրուցող բոլոր մասնագետները այստեղ միակարծիք են, հարցնում են իսկ պետությունը գիտի, թե մեզ ինչ մասնագետներ են պետք, որ ոլորտում նրանցից քանիսի կարիքը կա։ Պնդում են բուհերին ոչ պետ պատվեր կա, ոչ էլ մասնավոր, խզված է կապը։ Խնդիրը դրված չի, հա, իսկապես մեծացնել քանակը Հայաստանում նպատակային։ Խոսվում է քանակ ավելացնենք, բայց չի խոսվում ինչի համար, որողություններով, ինչ խնդիրներ լուծելու համար։ Խորհրդային միության փլուզումից անմիջապես առաջ կրթության համակարգը տնտեսության համակարգից կտրվել է։ Հենց բարձրագույն կրթության համակարգը։ Ես ինքս ավարտել եմ ֆիզիկայի ֆակուլտետը եւ 90 հոգի իմ հետ միասին ավարտել է, բայց այդ ժամանակ ֆիզիկայի ինդուստրիան, այսպես ասած, ֆիզիկայի գիտությունը եւ հարակից ինդուստրիաները տարեկան այդ 90 հոգու պատվերը չունեին, կարիքը չունեին։ Դա է պատճառը, որ Հայաստանի բուհերի վարկանիշը շատ ցածր է, գրեթե 0 է։ Չնայած մենք ունենք մինչև 20-30 թվականը զարգացման ծրագիր ռազմավարական կրթության եւ որտեղ ասվում է, որ մինչև 30 թվականը մենք պիտի ունենանք առնվազն 8 բու, որոնցից 4-ը պիտի լինեն լավագույն վարկանիշավորման աղյուսակի 500-ի մեջ, ընդ որում 24 թվականին առնվազն 2-ը պիտի լինեին։ Հիմա արդեն 25 թվականը ավարտվում է եւ մենք ունենք ընդամենը մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը 1201-ից հետո է։ Այս իշխանությունը ձևախեղում է գիտության համակարգը, նրան դարձնելով կրթական համակարգի ոչ թե պատվիրատու, այլ կրթական համակարգի ծառա։ Իսկ իրենք բացարձակ ձևակերպում են, որ գիտությունը պետք է ծառայի կրթական համակարգությանը, կրթական համակարգին, մինչդեռ գիտությունը պետք է ծառայի գիտությանը։ Եվ դրանից հետո նոր կիրառանկարն արդյունքը պետք է ծառայի տնտեսությանը, պետության զարգացմանը, նաև կրթական համակարգի զարգացմանը։ Մյուս կողմից էլ մասնագետների գնահատմամբ մեր հասարակությունը չունի միանշանակ վերաբերմունք գիտնականների նկատմամբ, եւ սա էլ մտահոգիչ է։ Եթե դու գիտահեն տնտեսություն չունես, գիտնականի աշխատավարձը բարձր չի, ինչքան պետական ծառայողի աշխատավարձն է, օրինակ, դա բերելու է նրան, որ մեր պետությունը զարգանալու է որպես ծառայություններ մատուցող պետություն, որտեղ պետք չի, որ գիտնականներ լինեն, բարձր զարգացած ինտելեկտի առումով մարդիկ լինեն, այլ պետք է, որ նրանք լավ հմտություններ ունենան, որպեսզի լավ ծառայություններ մատուցեն։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետեւ ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Այս ռետորական հարցն էլ կառավարության ղեկավարն առկախեց եկող տարվա պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ իր վերջնական խոսքում։ Փաշինյանն ասաց՝ լավ, 10400 դրամ ավելացրին թոշակը, ինչ են անելու վաստակած հանգստի անցած ծերերը, բուժծառայություններից են օգտվելու, իրենք առաջարկում են կենսաթոշակներն ավելացնելու փոխարեն համապատասխան այդ գումարը տեղափոխել առողջապահական ապահովագրության համակարգ։ Իհարկե դժվար է, ասենք, փրկել խեղդվողին, եթե այդ խեղդվողը չի ուզում փրկվել, կամ ինչպես ասում են, եթե հիվանդի չի ուզում ապրել, ապա բժշկությունը այստեղ անելու բան չունի, բայց ամեն մարդ չի կարող ամեն տեսակ կրթություն ստանալ, եւ ամեն մարդ չի կարող բիզնեսմեն լինել, ամեն մարդ չի կարող լինել նախաձեռնող, ամեն մեկի մոտ չկա այդ արտադրողի ջիղը։ Աղքատությունից կրթություն, կրթությունից տնտեսություն եւ հակառակ ուղղությամբ պատվեր վերցրած, որովհետեւ այս դեպքում պատվերը ռազմավարություն է նաեւ փաստորեն։ Շղթան պարզ է, բայց այդ շղթայի օղակները այդպես էլ չեն միանում իրար, իսկ մինչեւ գործադիրում փիլիսոփայական վերլուծությունների փուլը շարքային քաղաքացին շարունակում է իր հարցերի պատասխանները փնտրել։ Ի վերջո, բոլոր այս թվերի, ռազմավարությունների ու բաց թողումների հետևում իրական մարդիկ են՝ գիտնական, ուսուցիչ, վարորդ, թոշակառու, մարդիկ, ովքեր փորձում են արժանապատիվ ապրել, ավելի ճիշտ պայքարել ապրելու համար։
Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։ Խոնարհվում եմ բազմազավակ այն ընտանիքների առջև, որոնք չունենալով կենցաղային տարրական պայմաններ ու ֆինանսական միջոցներ չեն հրաժարվում իրենց երեխաներից, այլ ամեն օր թեկուզ մի կտոր ցամաք հացով փորձում են յոլա գնալ ու երեխաների ճանապարհը կերտել։ Կյանքը ուսանում է, որ այդպիսի ընտանիքներից դուրս եկած երեխաները հետագայում հասնում են լուրջ հաջողությունների եւ ամենակարևորը՝ լավ մարդ են դառնում, որովհետեւ մանկուց ճաշակելով կյանքի անարդարություններն ու դժվարությունները նրանք մեծանում են հստակ գիտակցմամբ անել հնարավորը, որպեսզի ուրիշները չհայտնվեն իրենց երբեմնի ծանր վիճակում։ Կոտայքի մարզի Զովոնի գյուղում բնակվող Թորոսյանների ընտանիքի պատմությունը հուզել էր բազմաթիվ հեռուստադիտողների։ Մեր խմբագրություն զանգահարողները ցավ էին ապրում, որ 8 հոգանոց ընտանիքը պարզապես գոյություն է կարճ տալիս տարական պայմաններից զուրկ խարխուլ վագոն տնակում։ Շատերը ափսոսանք էին հայտնում, որ թեև նրանց օգնելու մեծ ցանկություն ունեն, սակայն դրա համար բավարար միջոցներ չունեն։ Ոմանք էլ խոստացան առաջիկայում անպայման այցելել բազմազավակ ընտանիքին ու անձամբ տանել թեկուզ փոքր, բայց սրտակից օգնությունը։ Հիմա մեր օգնության մասին։ Մեզ հետ համագործակցող կազմակերպություններն ու անհատները այս ընտանիքին եւս չանտեսեցին։ Օրան բարեգործական կազմակերպությունը երեխաներին գրասեղաններ ու աթոռներ էր ուղարկել։ Բազմոց գրուպը, բազմոց, Արգավանդ-ԵՄ, Բասկաթոռ։ Թորոսյանների ընտանիքին հասցրել ենք նաև ձմեռային հագուստ, առաջին անհրաժեշտության ու տնտեսական ապրանքներ, սնունդ եւ ամենակարևորը՝ դրամական մեծ օգնություն։ Ընդամենը 2 օրում հավաքվել էր մոտ 1.5 միլիոն դրամ։ Ընտանիքի մայրը Գայանեն մեր նկարանու խմբին տեղեկացրել է, որ ստացված գումարով նախ կմարեն կուտակված պարտքերը, կվերանորոգեն վագոն տնակի տանիքը, հետո կփորձեն ապահովել տան նվազագույն հարմարություններն ու տարրական պայմանները։ Ու թող այդպես էլ լինի։ Այժմ Սվետլանա Ավդիշյանի մի վագոն հույս տեսանյութը։ Թորոսյանների բազմազավակ ընտանիքի մայրը Գայանեն մեր նախորդ այցի ընթացքում պատմում էր վագոն տնակում բնակվելու անհաղթահարելի դժվարությունների, կենցաղային խնդիրների ու անմարդկային պայմանների մասին։ 8 հոգանոց ընտանիքի պատմությունը շատ սրտեր հուզեց։ Մինչև այսօր նրանց մասին ամբողջ համացանցն է խոսում։ Այս ընտանիքի ցավալի պատմության հետքերով կրկին Կոտայքի մարզի Զովոնի գյուղ գնացինք, բայց այս անգամ մեր բարերարների հետ։ Ամեն ինչից էլ ուրախացան, տես բան չկար։ Դուք բարձրաշ գոտե, հա, որ ինչ ամեն մի բանը հետաքրքիր հանում, ուրախանում։ Բարերով չեմ կարող արտահայտեմ հուզմունքս ու այս հիասմունքը, որ օգնել եմ ինձ։ Երեխաները անհամբերությամբ ու իրար հերթ չտալով տուն էին տանում մեր հովանավորների նվերները։ Մեր գործընկերների աջակցությամբ առաջնահերթ լուծեցինք անհրաժեշտ իրերի պակասը։ Բազմոց գրուպը նրանց նրբաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց նվիրեց։ Արգավանդ-ԵՄ-ն էլ ոճային ու գեղեցիկ բասկաթոռ հասցրեց։ Գայանեն միանգամից կողմնորոշվեց։ Բազմոցը երեխաների համար նաև մահճակալ կծառայի։ Շատ ուրախ եմ, որ իմ աղբերներն ու քուրիկները էլ ոտոգլուխ չեն քնի, իրար հետ նորմալ կքնեն։ Կռիվ կանեն, ով ակնելու թե ոչ քնելու։ Շատ հավանեցին։ Եղեք պետք է կռիվ անեն, ով քնի վրա, ես կքնեմ, որ կռիվ չանեն։ Օրան բարեգործական հասարակական կազմակերպությունը երեխաներին 2 գրասեղան, 2 աթոռ եւ հագուստ նվիրեց։ Ձմռան ցրտերին ընթരാճ տաք հագուստի կարիք նաեւ ծնողներն ունեին։ Շատ ուրախ եմ, որ գրասեղան ունեցա, իմ դասերը սեղանի վրա չեմ առնի, խառը տեղեր չեմ անի, կնստեմ, իմ գրասեղանի վրա կանեմ։ Շատ հաճելի է, որ այդ պահին երեխաները ուրախանում են քո աշկիտեմ։ Կարողանում եք, որ դուք ժպիտ պարգևեք մեր երեխաներին, շնորհակալ եմ։ Հեռախոսներով փոքրիկներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Սամվելն ու Աստղիկը արդեն սմարթֆոններ ունեն։ Ուրախությունն այնքան մեծ էր, որ քույր ու եղբայր շտապեցին գրկախառնությամբ շնորհավորել միմյանց։ Դե նվիրած հեռախոսը իմ ամենաշատ սպասած երազանքն է։ Զանգել եմ մամայից, որ դասի հետ գալուց, ասեմ ես մամ ջան, ես տուն եմ գալի։ Դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկո Կոմֆորտ ընկերությունն էլ տեղեկանալով ընտանիքի կուտակած պարտքերի ֆինանսական խնդիրների մասին գումարով աջակցեց նրանց։ Գայանե ջան, թող բարի մարդիկ շատ գտնվեն, որ օգնական լինեն, այս հրաշքներին հասցնեք իրենց նպատակին։ Շատ ենք ուզում, որ րոպե առաջ դուրս գաք այս իրավիճակից եւ ոտքի կանգնեք։ Շատ շնորհակալ եմ Աստված օրհնի ձեզ, որ մեր նման մարդկանց կողքին եք միշտ հասնում եք աջակցում եք։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը ամբողջ ընտանիքին հրավիրելով ամենամեծ ջրային զվարճանքների գոտի։ Վստահ եմ, իրենց այդ
ամեն ինչով իրենց գաղափարով մտքով կհասնեն այն երազանքներին, որոնք իրենց առջև դրել են ու կունենան իրենց երազանքների տուն, իրենց երազանքների ապագան։ Իսկ Ակվատեկ ուղղակի մի փոքր ժամանց է ուզում պարգևել երեխաներին, դա համար հրավիրում ենք ձեզ մեր ջրային գոտի, որակ ժամանակ անցկացնելու։ Հաջորդ օրն արդեն երեխաները վայելում էին իրենց խոստացված անմոռանալի ժամանցը, լիարժեք ապրելով հեքիաթային իրականության ամեն մի պահը։ Օրվա վերջում վայելեցին նաև ընկերության համեղ հյուրասիրությունը։ Մեր գործընկերները Թորոսյաններին նաև սննդի մի քանի ամսվա պաշար էին ուղարկել։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը։ Առողջ սննդի հարցն էլ հոգած Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներ էր ուղարկել երեխաներին։ Իսկ ահա Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել, հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, իսկական երջանկություն միս սիրող փոքրիկների համար։ Գայանե ջան, հաշվի առնելով ձեր ընտանիքի կարիքները, ձեր եւ ձեր երեխաների համար Արաքս թռչնաֆաբրիկան որոշեց լիացնել ձեր սեղանը լավ կիսաֆաբրիկատներով եւ բարձր մսատեսականիով։ Շնորհակալություն, բավականին երկար մեզ թվում է ակտան։ Բազմազավակ մայրիկի հոգսը թեթևացնելու համար լվացող ու մաքրող միջոցներ էր ուղարկել Էկոֆորմ ընկերությունը։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին ընտանիքին։ Տնտեսական որ ահագին, երևի թե մի տարի ավել, եթե հերի բավական է։ Այս աջակցությունը լիարժեք չէր լինի առանց երեխաների սիրելի քաղցրավենիքների։ Փոքրիկների Անուշեղենի ահռելի պաշարն էլ լրացրին Տավուշ Սվիտ եւ Ռուսկի բիսկվիտ ընկերությունները։ Խմորեղեն, նրբահամ բիսկվիտներ ու շոկոլադ էին ուղարկել երեխաներին։ Այդ սնունդի վրա էլ այդքան չենք կենտրոնանա, չենք ծախսի։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէին կարել։ Կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր նաև տետրեր էինք տարել, որը նրանց հասցրել էր Edit Print ընկերությունը։ Խոսք չեմ տալի, որ բոլորը մի օրում կկարդան, բայց գոնե բոլորից մի էջ կկարդանք։ Քուրիկս ասում են, որ հեսա իրար հետ նստենք կարդանք։ Հնարավորություն որ չունենք շուտ գնելու գրքի տոնին մեկ էլ նվիրված դասընկերներն են նվիրում կարդում է աղջիկները շատ մեծ ուրախությամբ կկարդան։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը բարեհաջող ու ապահով տեղ հասցրինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ, որ մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Անտոշկա մանկապարտեզից, Արիքս գրուպից, Ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Հաղորդումից ընդամենը ժամեր անց դրամական մեծ աջակցություն ցուցաբերեցին նաև մեր հավատարիմ ու սրտացավ հեռուստադիտողները։ Ընդամենը մի քանի օրում ավելի քան 3 միլիոն դրամ է կազմել աջակցությունը, որը վստահաբար դեռ կավելանա։ Եվ սա իհարկե մեր բարեխիղճ ու ապրումակցող հեռուստադիտողների շնորհիվ։ Տանիքը վերանորոգել դատում է։ Չենք սպասում, որ արձագանք կլինի, շատ շնորհակալ ենք։ Այս վառելիքի հարցը կլուծենք գոնե։ Մի հատ պեշ կդնենք, գուվարելա փայտ կնենք թեկուս գազ ենք վառում հիմնական գիշերն անջատում ենք շատ ցուրտ է յորղաները տակից դուրս չեն գալի Բայց սա դեռ ամենը չէ մեր նկարահանմանը հաջորդող օրերին տարբեր անհատներ անձամբ են այցելել այս ընտանիքին նրանց տարատեսակ աջակցություն ցուցաբերել Հավատացեք այդ ձեր 1000-ը 5000-ը 500-ը այդ պահին մեզ երջանկացնում է Ամանորին ընթരാճ երեխաներից էլի մի քանիսին հեռախոսներ են նվիրել, նույնիսկ մարդիկ են եղել, որ փոքրիկներին ներկայացումներ դիտելու են տարել, նրանց փոքրին ժպիտ պարգևելու համար։ Մարզպետարանից նույնպես արձագանքը չի ուշացել։ Մի քանի բարերար էլ լրիվ անվճար բնակարաններ են առաջարկել։ Այս աղից էլ շատ շնորհակալ եմ Գոհեմ Աստծուչապ։ Իշքամ տվել են Աստված 10 անգամ, 20 անգամ իրանց տա։ Միշտ ուրախ լինեն իրանց ընտանիքների հետ, իրանց երեխեքի հետ։ Էլի մաման ու պապան չեն չարչարվի, շնորհակալ եմ։ Դուք շատ լավ մարդիկ եք, մենք ձեզանից շատ շնորհակալ ենք։ Գայանեն ինքն է պատմում, շատ դռներ է թակել, բայց երբեք նման արձագանք չի ստացել։ Հեռախոսազանգերին պատասխանել չի հասցնում ու ուրախության արդյունքն աչքին հաստատում է։ Ձեր այցից հետո մեր կյանքը գլխիվայր 180 աստիճան փոխվել է։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք Ովքեր էին կանգնած այս մեքենայության հետևում, դրանք ուղղակի խաբեության սխեմաներ են։ Հավաքագրում է
բոլոր զոհերի տվյալները։ Հայաստանի օրենքները թույլ չեն տալիս կամայական կերպով արգելափակել որևէ կայք։ $1200 եմ ներդրել, բանկեի վերցրել այդ գումարը։ Քննչական մարմինների կողմից չէ խնդիրը։ Իրականում այդ գումարը նկարած գումար է միշտ եղել։ Չնայած կա որոշում, որ այդ կայքերը պիտի արգելափակվեն, եւ մինչև այսօր արգելափակված չեն։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Այդտեղ գումար տնելը շատ մեծ ռիսկերի հետ է կապված։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ-ը։ Ծրի պանիրը լինում է միայն թակարդում։ Մեկ էլ հոբ Պարբերաբար կրկնվող այս երևույթը տեղը տեղին հոգնեցրել է մարդկանց։ Բուֆերներն են, որը լսեցիք ғռռումը։ Բարեկային ծառայողներն այս օրերին կանգնեցնում են մեքենաները եւ ընկերջան այսօր ժամանակ գնաց տեղնման կայան։ Հենց գործարանից կարող է շատ ավելի աղմկոտ համակարգ ունենալ։ Կարա լինի 200 վատ դիոդային նոր լուսարձակներ են տեղադրում իրենց մեքենաներում։ Փողը տեղնման կայանը խափի, ոչի։ Պատճառը լամպի դեպի ճանապարհ ուղղման սխալանկյունն է։ Սա մեքենայի ամբողջ սրահի մեջ է լույսը։ Ինչով է գործարանային տեղադրման դիոդային լամպը առավել խանութից գնացից։ LED լամպերը չեն տաքանում այնքան, ինչքան հալոգենի լամպերը։ Արդեն առիթ ունեցել ենք խոսելու Hello-Bit ֆինանսական բուրգի մասին, որի գրփած գումարների չափը դեռևս հայտնի չէ, սակայն դատելով տուժածների պատմածներից խոսքը $100,000 մասին է։ Hello-Bit-ի գործունեությունը նաև իրավապահների աշխատանքի արդյունավետության յուրատեսակ ցուցիչ է։ Փաստորեն ստացվում է, որ ինչ-որ մեկը կարող է կայք բացել, քաղաքացիներից ամիսներով գումար ստանալ, իբրև եկամուտ նրանց փոխանցումներ անել, ավելի մեծ գումարներ կորզել ու մի գեղեցիկ օր անետանալ, իսկ իրավապահ համակարգը այս ընթացքում ընդամենը դիտորդի դերում է։ Ոստիկանությունը մարտահրանում են, թե իրավական առումով ոչինչ չեն կարող անել, որովհետև չկա քրեական վարույթ, իսկ քրեական վարույթ կարող է նախաձեռնվել հանցագործության փաստի առկայության դեպքում միայն։ Իրավապահները ասում են, թե համացանցային հանցագործություններից պաշտպանվելու լավագույն միջոցը քաղաքացիների մեդիագրագիտությունն ու իրազեկվածությունն է։ Համաձայն եմ, բայց որքան էլ բացատրես, որ հնարավոր չէ $100 ներդնելով մեկ ամսում $1,000 վաստակել, միևնույն է, հարևանս փորձելու ու վաստակել է հակափաստարկի առաջ առնելը բավականին բարդ է։ Դեկտեմբերի 10-ին ոստիկանությունը հայտարարեց, թե GLJ-ի անվանումով ֆինանսական նոր բուրգ է տարածվում, հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ գումար ներդնելուց։ Google-ում որոնելիս պարզեցի, որ այդ անվանումով կայք իրոք կա, ավելին արգելափակված չէ։ Կարճ հետաքննության համար գրանցվեցի կայքում։ Անգրեգետ հայերեն գրառումները վկայում էին, որ կայքի ստեղծողները ամենայն հավանականությամբ հայեր չեն։ Իդեպ օրերս ոստիկանությունը հայտարարեց, որ համագործակցելով միջազգային գործընկերների հետ արգելափակել է Hello-Bit ֆինանսական բուրգի գործող կայքերը։ Փաստը, որ նշված հասցեները գրանցվել են սեպտեմբերին եւ միայն այժմ են արգելափակվել, մեկ անգամ եւս փաստում է, որ հիմնարար լուծումներ գտնելու անհրաժեշտություն կա։ Սուր թեմայի այսօրվա հյուրը տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պայպյանն է։ Հավաքագրում է բոլոր զոհերի տվյալները անձնական։ $1200 եմ ներդրել, բանկեի վերցրել այդ գումարը։ Իրականում այդ գումարը նկարած գումար է միշտ եղել։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Մի տարի ես գնացել եմ ԱԱՑ-ը։ Ուժովի համարեական իր գումարի հետ վերադարձնա։ Օրերս հայտարարվեց, որ կիբերոստիկանությունը համագործակցելով միջազգային գործընկերների հետ արգելափակել է Hello-Bit ֆինանսական բուրգի սեպտեմբերին ստեղծված երկու կայքերի գործունեությունը։ Չեք կարծում, որ քայլն ուշացած էր։ Չեմ կարծում, կայքերի արգելափակման մասով ամեն ինչ ընթանում է քիչ թե շատ պլանավորված, հա։ Իրականում պիտի հասկանանք, որ կոնկրետ com դոմեյնում Հայաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տիրույթներում, երբ դու փորձում ես կայք փակել, այնտեղ մի քանի իրար հետ հակասող օրենքներ են ոսկի մեջ մտնում, միշտ բարձրացվում է օրինակ Ամերիկան, որ վայ խոսքի ազատության սահմանափակում եւ այլն, եւ Ամերիկայում դա շատ լուրջ են մոտենում, եւ եթե դու դիմում ես ներկայացնում ինչ-որ կայք արգելափակելու, դա պիտի անցնի բավական լուրջ process-ներ, այնպես որ պատահական չէ, որ դա բավական երկար տևող գործընթաց է։ Խնդիրը դրանում չէ, խնդիրն այլ է, որ գուցե կարելի էր գործարկել այլ մեխանիզմներ, որպեսզի այդ կայքերը ոչ թե արգելափակվեին դոմեյնի տիրույթում Ամերիկայում, այլ օրինակ ինչ որ մի ձև Հայաստանում սանկցիա կիրառվեր, օրինակ հայաստանյան բանկերին
կամ Հայաստանում գործող կրիպտոբիրժաներին արգել էին գումարների փոխանցումը Hello-Bit-ին կամ այնպիսի կրիպտո հարթակներին, որտեղից հետո դրանք փոխանցվել էին Hello-Bit-ին։ Դեկտեմբերի 10-ին ոստիկանությունը հայտարարեց նոր ֆինանսական բուրգի DJI Algeria-ի անվանումով հարթակի տարածման մասին, քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ գումարի ներդրումից։ Ինչու նման կայքերն անմիջապես չեն արգելափակվում, թեկուզ Հայաստանի տարածքում։ Հայաստանի օրենքները թույլ չեն տալիս կամայական կերպով արգելափակել որևէ կայք։ Եվ դա արված է հենց Հայաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար, որովհետև մենք ուզում ենք, որպեսզի երկրի ներսում գործի օրենքի գերակայություն, որևէ բան արգելափակելը բարդ լինի, որովհետև պատկերացրեք, եթե այդքան հեշտ լիներ ցանկացած կայք արգելափակել, ցանկացած ընդդիմադիր կայք, լրատվամիջոց, որ քննադատում է իշխանություններին կամ ինչ-որ մեկին հաճո չէ, կարելի կլիներ արագ արգելափակել, եւ դա իհարկե կխանգարեր երկրի կենսագործունեությանը։ Եթե մենք գործ ունենք AM տիրույթի հետ, AM կամ հայ, այսինքն հայաստանյան դոմենային տիրույթների, ապա գործում է հատուկ խորհուրդ, հա, որտեղ փորձագիտական խորհուրդ, ISO-ի խորհուրդ, հա, դա Հայաստանի ինտերնետ հանրություն ՀԿ-ի տիրույթում է եւ այնտեղ շատ արագ է արվում եւ այն ինչը որ դուք չգիտեք իրականում այդ խորհուրդը այս բային եւս երկու կայք արգելափակման հարց է քննարկվում եւ մոտորերս կարգելափակվեն շատ ավելի արագ։ Ինչ իրավական լուծումներ են անհրաժեշտ, որպեսզի իրավապահ ու բանկային համակարգերը կարողանան արագ արձագանքել քաղաքացիներից խաբեությամբ գումար կորզելու դեպքերին գործուն քայլեր ձեռնարկելով։ Քննչական մարմինների կողմում չէ խնդիրը, այլ օրենսդրական խնդիրներ կան այստեղ։ Մենք պիտի լուրջ քննարկումներ տանենք, արդյոք կարելի է հավելյալ կարգավորումներ մտցնել, որպեսզի ֆինանսական կարգավորող մարմինները սահմանափակեն գումարների հոսքը դեպի այդպիսի խնդրահարույց հարթակներ, փորձեն դրանք վերահսկել։ Դա մեկ, դա ավելի առաջի գործոն է, այսինքն եթե մարդիկ չկարողանան փոխանցել ֆինանսական բուրգերին, պարզ է, չէ՞, որ այդ ֆինանսական բուրգերը չեն փորձի Հայաստանում աշխատել։ Սա առաջին բլոկն է։ Երկրորդ բլոկը ավելի վտանգավոր է, այսինքն մենք կարող ենք քննարկել այն հնարավորությունը, որպեսզի արգելափակվեն ինչ որ կայքեր, հա, օպերատորների մակարդակում դա բավական լուրջ է։ Այսօր օրինակ մենք ունենք կազինոների արգելափակման օրենք, Հայաստանի տարածքում չգրանցված օտարերկրյա կազինոները պիտի արգելափակվեն։ Սա արվել է օրինակ որոշակի օրենսդրական ինչ-որ կարգավորումներով եւ լավ չի աշխատում, այսինքն չնայած կա որոշում, որ այդ կայքերը պիտի արգելափակվեն, իրենք մինչեւ այսօր արգելափակված չեն, որովհետեւ ինտերնետի կառուցվածքը այնպիսին է, որ բավական դժվար է նման արգելափակումներ իրականացնել եւ պլյուս Հայաստանի օրենսդրությունը այնպիսին է, որ պետական մարմիններին շատ բարդ է ստիպել մասնավոր ինտերնետ օպերատորներին, ծառայություն մատուցողներին արգելափակել նման հարթակները։ Եվ երրորդը, եթե նույնիսկ արգելափակվեն այդ կայքերը, օրինակ հայաստանյան օպերատորների մակարդակով, վստահ եմ, որ կհայտնվեն բազմաթիվ VPN առաջարկողներ, որոնք թույլ կտան այդ արգելքները հաղթահարել, այնպես որ խնդիրը իմ կարծիքով ավելի հեշտ է լուծել ֆինանսական կարգավորման մակարդակում, քան թե ինտերնետի արգելափակումների ճանապարհով գնալ։ Հաշվի առնելով, որ ցանկացած պահի խաբեության նոր հարթակներ կարող են ստեղծվել, ինչ խորհուրդ կտաք քաղաքացիներին, համացանցում ինչպես տարբերակել խաբեությունն իրական ներդրումային հնարավորություններից։ Մենք պիտի հասկանանք, եթե ինչ-որ բան, ինչ-որ հարթակ գրանցված է կենտրոնական բանկում, դա նշանակում է, որ այդ հարթակը հայաստանյան իրավազորության մեջ է, եւ եթե այդտեղ ինչ-որ մի բան սխալ գնա, իրենց խաբեն, իրենք կարող են դիմել եւ օրենքի շրջանակներում արագ օգնություն ստանալ։ Ի հակադրություն դրան, եթե ինչ-որ հարթակ կենտրոնական բանկում գրանցված չէ, հավանաբար այդտեղ գումար տնելը շատ մեծ ռիսկերի հետ է կապված։ Սա առաջին գործոնն է։ Երկրորդ, ես չեմ բացառում, որ կլինեն շատ լավ ներդրումային հնարավորություններ, որոնք Հայաստանում գրանցված չեն եւ մարդիկ իսկապես կուզենան այդտեղ ներդրումներ անել։ Այստեղ պիտի հասկանանք, որ աշխարհում լավագույն, հա, տոկոսները, որ հնարավոր է ստանալ, 15-20%-ից չի անցնում։ Եթե ձեզ առաջարկում են օրական 1%, որը նշանակում է տարեկան 365%, դա անիրական ցուցանիշ է, աշխարհում այդպիսի թիվ գոյություն չունի եւ պիտի միանգամից ձեր մոտ առաջանա կասկած, որ ձրի պանիրը լինում է միայն թակարդում սկզբունքով եւ սկսեք ստուգել։ Ստուգելը ինչպես է արվում։ Ճշտել երկրորդ աղբյուրից։ Եթե ձեր ծանոթն է ասում, որ կա այսպիսի հրաշք ներդրումային հարթակ, փորձեք ինտերնետով ոչ թե ձեր ծանոթից, այլ անկախ աղբյուրից ստուգել։ Մի գնացեք այդ հարթակի պաշտոնական կայքում կարդացեք, հա, փորձեք ընտրել ինտերնետում որոնել արդյոք կա այսպիսի անունով խաբեություն։
Վերջերս WhatsApp-ում թիրախավորվեցին հայկական մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ։ Ինչ է հաջողվել պարզել, ովքեր էին կանգնած այս մեքենայության հետևում եւ ինչ նպատակ էին հետապնդում։ Ինչքան էլ ծիծաղելի է, իրանք նույնիսկ հարցակում երևի դժվար է անվանել, որովհետեւ դրանք ուղղակի խաբեության սխեմաներ են։ Այսինքն հանցագործները ուսումնասիրում են Հայաստանում քիչ թե շատ հայտնի մարդկանց, հա, իրենց առցանց տիրույթում, իրենց մասին լուրեր են կարդում, իրենց սոցցանցային պրոֆիլներն են կարդում, հետո ստեղծում են իրենց անուն, ազգանունով եւ ինտերնետային հարթակներից ներբեռնված իրենց նկարներով պրոֆիլներ եւ դրա անունից սկսում են դիմել այդ մարդու ընկերներին, որոնք երևում են սոցիալական հարթակներում։ Նպատակները երկուսն են։ Առաջինը դա պարզ սխեմա է, երբ որ մարդկանց վախեցնում են ԱԱՑ-ով եւ այլնով, հետո համոզում են, ասում են ձեր գումարը փոխանցեք ԱԱՑ-ի կողմից պաշտպանվող հատուկ հաշվի համարի, որովհետեւ մենք քննություն ենք անում, ձեր հաշվի վրա գումարներ են տարօրինակ մուտքեր, ետքեր լինում, որպեսզի ձեզ չխանգարենք, մենք ձեզ այլընտրանքային հաշվի համար կտանք եւ դա փոխանցեք մեզ։ Եվ ունենք այսպիսի նաև կասկած, որ առաջարկում են գումարները փոխանցել, հետո դրանով շանտաժ անելու։ Շանտաժ անելու են երկու ձևի։ Առաջինը մեզ լսում եք, թե չէ ձեր փողը հետ չենք տա այդ մեկ, եւ երկրորդ տարբերակը մենք կհրապարակենք, որ դուք ինչ որ կասկածելի մարդկանց փողեր եք փոխանցել այդ երկու դեպքում էլ դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնի քիչ թե շատ համբավ անուն ունեցող մարդկանց եւ բարեբախտաբար մարդկանց ճնշող մեծամասնությունը այն մարդկանց հետ մենք շփվել ենք, գրեթե բոլորը ժամանակին հասկացել են, որ այստեղ մի բան այն չէ, եւ կանգ են առել, այնպես որ հավանաբար սա եւ ֆինանսական եւ այսպես ասած ագենտներ հավաքելու ինչ-որ սխեմա է։ Հիշում եմ դեռ 10-15 տարի առաջ հետիոտներն անցնում էին ճանապարհը որտեղով պատահի, վարորդները մեքենաները կայանում էին որտեղ սիրտն էր թելադրում, վարում էին ինչպես ուզում էին, մի խոսքով մարդիկ չէին հետևում երթևեկության պարզագույն կանոններին։ Իսկ այսօր պատկերը այլ է։ Լավ, հուսամ գնահատեցիք կատակս։ Հիմա էլ գրեթե ոչինչ չի փոխվել։ Շատ վարորդներ եւ հետիոտներ շարունակում են թքած ունենալ երթևեկության կանոնների վրա, ինչի հետևանքով ամեն տարի ճանապարհներին ավելի քան 300 զոհ է գրանցվում։ Երկի իրավապահները փորձում են պայքարել արատավոր երևույթների դեմ, էլ տուգանում են, էլ բալերից, էլ վարորդական իրավունքի վկայականից են զրկում, բայց ցավոք հաջողությունները դեռևս խոսուն չեն։ Վերջերս էլ ոստիկանները սկսել են ուժային պայքար ձայնային եւ լուսային աղտոտման դեմ։ Պարտադրում են ապամոնտաժել ոչ գործարանային աուդիո համակարգերն ու լուսարձակները։ Ու ճիշտ էլ անում են։ Չէ՞ որ նման սարքավորումների կիրառման հետևանքով լրջորեն վնասվում է մարդկանց նյարդային համակարգը։ Իհարկե մեքենայում երաժշտությունը կամ հզոր լուսարձակը վատ բան չեն, բայց եթե դրանք չեն կուրացնում դիմացից եկող վարորդին, ստեղծելով վթարային իրավիճակ, կամ չեն ստիպում ձայնի ուժգնությունից գիշերով վեր թռած շենքերի բնակիչներին, բարի խոսքով հիշել սեփական երաժշտական ճաշակը տելադրող վարորդի անձավորներին։ Թվում էր, թե արատավոր այդ երևույթների դեմ իրավապահների պայքարը պետք է համընդհանուր գոհունակության արժանանար։ Սակայն իրավապաշտպանները դեմ են ուժային մեթոդով պայքարին։ Ասում են, թե մեքենայի գործարանային աուդիո համակարգի բարձր ձայնը ևս կարող է խլացնել մարդկանց։ Ասվածի մեջ ճշմարտություն կա, այսինքն պետք է պայքարել ոչ թե աուդիո համակարգի, այլ դրա ձայնը բարձրացնելու դեմ, բայց համաձայն եք, որ դա մշակույթի եւ դասերակցության խնդիր է։ Իսկ իրավապահները չեն կարող ծնողի դեր ստանձնել։ Փորձը ցույց է տալիս, որ ավելի արդյունավետ է գրպանին խփելը, ինչն էլ նրանք անում են։ Արմեն Աթելյանի տեսանյութը վերնագրել ենք «Ուղեղը կախում է, գրպանը բուժում»։ Պատահում է կես գիշերն անց քնած ես, տեսնում ես հերթական աբսուրդային, բայց հաճելի երազը, մեկ էլ հոպ, ինչ-որ մեկը գիշերով վարում է մեքենան, ակտիվանում է ու որոշում է ակտիվ ռիթմի մեջ ներքաշել նաև շրջակա շենքերի բնակիչներին։ Ռիթմիկ երաժշտության ակամա ու կնդիրներն էլ պատահաբար պարզվում են, որ շատ հարուստ հուշունցների պաշար ունեն։ Քաղաքների տարբեր թաղամասերում պարբերաբար կրկնվող այս երևույթը տեղը տեղին հոգնեցրել է մարդկանց։ Երբ է ի հայտ գալու ինչ-որ միջոց, որը կփոխի համակեցության կանոնների վրա թքած ունեցող մարդկանց այս պահելաձևը, իրավապահները կարծես գտել են նման միջոց։ Պատոհանների տակ կամ քաղաքի փողոցներում բարձր դեցիբելով երաժշտություն լսողների համար որոշակի խնդիրներ են ի հայտ եկել։ Բարեկային ծառայողներն այս օրերին կանգնեցնում են մեքենաների եւ ապամոնտաժում ոչ գործարանային կաղավորման աուդիո համակարգերը։ Այստեղ իհարկե հարց է առաջ
առաջ գալիս։ Արդյոք մեքենաներում կահավորված աուդիո համակարգերի ապամոնտաժումը կփոխի հակահասարակական պահվածքը։ Գնորդը ընտրում է, ասենք, ինչ կոմպլեկտացիայով պետք է իր աուդիո համակարգը օրինակ լինի։ Սա ամենաբեյսիկ տարբերակն է։ Բարձրախոսները ուրեմն դռների վրա են, հետևի պոլկին է, ապակու եւ ունի ստանդարտ բուֆերներ, սիձելնիկի տակ։ 3 տարի առաջ Տիգրանը որոշեց գնել այս ավտոմեքենան։ Ամեն ինչ ոնց որ ասում են, նրա սրտով էր, բացի աուդիո համակարգից։ Հիմա այս սիձելնիկի տակի բուֆերներն են, որը լսեցիք գռռումը։ Ու այդքան էլ խորը բաս չի տալի։ Դրա համար ես փոխարինել եմ մի հատ ուրիշ փոքրիկ բուֆերով, որը դնում էի բագաժնիկում։ Շատ ինքը համեստ բուֆեր էր, բայց քիչ թե շատ որակական ինչ-որ բան ապահովում էր ինձ, որպեսզի ես հաճույք ստանամ երաժշտություն լսելուց։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունն ակտիվ շրջում է քաղաքում եւ տուգանում ձախ բուֆերներ տեղադրողներին, Տիգրանը կանխավ ապամոնտաժել է իր աուդիո համակարգը։ Բայց հարցն այն է, որ ավելի թանկ կոմպլեկտացիայի մեքենան հենց գործարանից կարող է շատ ավելի աղմկոտ համակարգ ունենալ։ Բարձր կոմպլեկտացիայի մեքենան ունենում է ուսիլիցել առանձին դրած։ Հիմա իմ մոտ դրած է մենակ մագի հնարավորությունները, այսինքն ինչ հզորություն ունի մագը, դա ուսիլիցելը դրվում է նորից բագաժնիկում, Zavadskoy ուսիլիցելը դրվում է բագաժնիկում, որը օրինակ կարա լինի 200 վատ, բայց դու օգտագործես իր կեսը, որպեսզի մաքուր հնչողություն ունենաս։ Իրավապահների մյուս թիրախը ոչ գործարանային կահավորման լուսարձակներն են։ Հաճախ հին մոդելի ավտոմեքենաների վարորդները դիոդային նոր լուսարձակներ են տեղադրում իրենց մեքենաներում։ Կա կարծիք, որ դրանք կարող են կուրացնել հանդիպակաց ուղու մեքենայի վարորդին։ Լուսարձակների լուսածրի գծման անկյունը դու ես որոշում։ Մեջը կտեղադրես հզոր LED լամպ, թե հալոգենի լամպ, այսինքն վոլֆրամով սովորական լամպ, դա դիմացինին կուրացնելու հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչի մասին է խոսքը։ Հանդիպակաց ուղով ելթևեկող վարորդներին կուրացնելու փորձ եղել է նաև ոչ դիոդային լուսարձակներով, հալոգենային հին լամպերով։ Պատճառը լամպի դեպի ճանապարհ ուղղման սխալ անկյունն է։ Իրա կարգավորիչ հատվածն է, վերև ներքև անող հատվածն է։ Երբ որ դու ձգում ես, այս գլազը բարձրանում է վերև։ Երբ որ թուլացնում ես, ինքը իջնում է ներքև։ Այսինքն կարգավորումը սխալ անելու դեպքում, եթե սա դու շատ ես ձգում, բարձրացնում է, այսինքն երբ որ լուսարձակը բարձրացավ, դիմացինին կուրացնում է։ Սա մեքենայի ամբողջ սրահի մեջ է լույսը։ Իսկ եթե ես կարգավորումը տալիս եմ ճիշտ, դիմացս ունենում եմ լավ լույս, ու չեմ խանգարում բացարձակապես ոչ մեկի։ Ենթադրվում է, որ իրավապահների կողմից տեխնիկական փաստաթղթերով չհաստատված լուսարձակների մասով եւս սկսվելու են շրջայցեր, բայց այստեղ էլ հարց է առաջ գալիս. ինչով է գործարանային տեղադրման դիոդային լամպը առավել խանութից գնացից, այսինքն հզոր լուսարձակներ կարող են տեղադրել նաեւ գործարանում։ Դրսից բերված բոլոր մեքենաների հիմնականում բոլոր 70% մեքենաների դիմացի հատվածը լուսարձակները վնասված է լինում, ու այդ լուսարձակների տեղ տեղադրվում է փոխարինող լուսարձակներ, այսինքն ոչ օրիգինալ։ Փոխարինող լուսարձակների եւ լարերը, եւ մեջի կառուցվածքը, եւ դետալները չեն համապատասխանում հալոգենի ստանդարտին։ Խնդիրն այն է, որ պայքար տարվի վարորդների կողմից ճանապարհներին այլ վարորդներին կուրացնելու երևույթի դեմ, ոչ թե հզոր լուսարձակների։ Իսկ ինչպես են այդ խնդիրը լուծել արտերկրում։ Այնտեղ ոստիկանները կարող են տեղում ստուգել, արդյոք լուսարձակների ուղղությունը ճիշտ է։ Ինքը եզրակացություն չի տալիս այդ լույսը, որ անօրինական է կամ փոխարինված է, ինքը ասում է, որ նախնական սա լուսավորությունը ճիշտ ստանդարտին չի համապատասխանում։ Ըստ դրա ուրեմն ինչ են անում։ Էլի համարները արգելավում են, ուղարկում են ուրեմն տեղզնման կայան, նայեք էլի ինքնուրույն չեն անում, էլի այդ այսպես ասած պլաշատկա չեն տանում։ Ուղարկում են տեղզնման կայան, որտեղ որ անձը վերացնի խախտումը։ Միևնույնը կարելի է իրականացնել այստեղ։ Օրինակ, մեքենայի խլացուցիչի ներսում աղմուկի բարձրացմանը հանգեցնող միջամտության հայտնաբերման դեպքում։ Հիշեցնենք, բարձր աղմուկ արձակող գործարանային նորմատիվներին չհամապատասխանող խլացուցիչները ևս օրենքից դուրս են։ Դա պիտի փոխանցվեր այդ լիազորությունը, որը հիմա էլ կա տեղհասմոտ ոստիկանը հայտնաբերեց, արգելավեց ենթադրենք մեքենայի համարանիշները, տվեց ժամանակավոր համարանիշներ, ասեց ընկեր ջան 10 օր ժամանակ գնաց տեղզնման կայան,
տեղզնմանցնես տար։ Թող տեղզնման կայանը խափի, ոչինչ։ 1-2 հետո տեղզնման կայանը արդեն լիցենզիայից կզրկվի։ Ինչ վերաբերում է աուդիո համակարգերին, խնդիրն այն է, որ ոչ գործարանային կահավորման համակարգերի առգրավումը չի ապահովագրում մեծ մեքենաներից հնչող բարձր երաժշտության ունկնդրումից։ Գործարանային աուդիո համակարգերով էլ կարելի է կիլոմետրանոց շառավղով խաթարել մարդկանց հանգիստը։ Պետք է նստեն մտածեն, թե ոնց լուծում գտնեն, որպեսզի օրենքը ազդի օրենքը խախտողների վրա, այսինքն անշնորհքների, անդաստիարակների, չգիտեմ, ով որ շնորհքը չի պահում նենց, ոնց որ պետք է։ Այսինքն իսկ իրանք հանել են մի հատ օրենք, որ շնորհքով անշնորհք սաղ ընկնում են դրա տակ։ Իսկ ինչ լուծում կարելի է տալ այս խնդրին, երևույթի, ոչ թե տեխնիկայի դեմ պայքարելու համար։ Օրինակ, քաղաքի փողոցներում տեղադրված տեսախցիկներին կարելի է ինտեգրել ձայնի սենսորներ, որոնք կֆիքսեն մոտեցող մեքենայից հնչող երաժշտության դեցիբելներով նորմատիվի խախտումը, իսկ նույն ժամանակ տեսախցիկը կգրանցի օրինախախտ մեքենայի համարանիշերը։ Տուգանքի վերաբերյալ ծանոթությունն էլ կուղարկվի նրա հասցեին, այսինքն կպատժվի համակեցության կանոններ խախտողը, ոչ թե մեքենայում ուժեղացուցիչ ունեցող կամ չունեցողը։ Իսկ ինչ այս դաշտում քաոս է։ Արմեն Նաթալյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Եթե ճլոտի տվողը լիներ սիրասուն զավակը, հարփած չէր նստի ղեկին ու տուր որ կտաս բարեկի ջիպին։ Ես անում համարները։ Իա, կարմիր մոլորակից էսի չէ։ Թե հարփած ծովրծնկներից Արսենը ուզեցել է հագեցնի ադրենալինի պաշարը։ Այս 3 կանտոնը կայանված են եղել։ Ինչ որ կազմակերպության ոչ սրտացավ ու անպատասխանատու պահվածքի պատճառով մեռելատերերը կանգնել էին փաստի առաջ։ Մալադես պապի, տեսնում եք ինչ հումորի զգացում ունի։ Ասում են, երբ մարդ ամենադժվար պահերին չի կորցնում հումորի զգացումը, նա իսկապես ուժեղ մարդ է։ Էս ինչ օրն ենք հասել, որ մեքենան արդեն վարում է հարբած կինը։ Չէ, իրոք ամեն ինչ հաստատուն քայլերով գնում է գրողի ծոցը։ Հետո հասկացա, որ մեքենան պարզապես կիսված է։ Հա, ճիշտ լսեցիք։ Օրը ցերեկով տեղի ունեցած բախման հետևանքով այս մեքենան, որը նախորդ կյանքում Mitsubishi-ա կոչվել, մեջտեղից կիսվել էր։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ տարբերություն չկա հարբած վարորդի ու քիլերի միջև։ Երկուսն էլ պոտենցիալ մարդասպան են։ Երբ հարբած ղեկին նստելը քրեականացվեց եւ տուգանքները խստացվեցին, թվում էր, թե իրավապահները վերջապես կհաջողեն խմած վարորդների դեմ պայքարում։ Մի կողմից ազատությանն են կպնում, մյուս կողմից գրպանին։ Բայց արի ուտես, որ օրենքը գործի դնող ինստիտուտը դատարանը ինքն է ստանձնել նման վարորդների պաշտպանության դերը։ Օրերս տեղի ունեցածը ասվածի ապացույցն է։ Եվ ուրեմն մայրաքաղաքի Պրոշյան փողոցում Տեսլան մեծ արագությամբ բախվում է Kia Magnish-ի մեքենային։ Ընդ որում հարվածն այնքան ուժգին է լինում, որ Kia-ն բախվում է 3-րդ մեքենային, հետո 4-ին եւ այսպես շղթայաբար 6 մեքենա է տուժում։ Թեպետ ինչ են վնասված մեքենաների մասին խոսում էին։ Kia-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր հասած իրավապահները նաեւ սթափության փորձաքննություն են անցկացրել ու պարզել, որ Տեսլայի 29-ամյա կին վարորդը հարբած է եղել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա ձերբակալվածների պահման վայր, որից հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան 2 ամսով կալանավորելու համար։ Հիմա ուշադրություն։ Դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը ու կիրառել 10 միլիոն դրամ գրավ եւ տնային կալանք։ Տեսնես, եթե Kia-ի մահացած վարորդը լիներ տվյալ դատավորի բարեկամը, նույն վճիռը կկայացներ։ Այս նույն դատավորը չի պատկերացնում, որ իր որոշմամբ կանաչ լույս է վարում թաթալաբաց բոլոր այն վարորդների առջև, որոնք հարբած նստում են ղեկին։ Երբ դատավորների վճիռների վերաբերյալ լսում ես հարյուրավոր մարդկանց զայրույթն ու դժգոհությունը, մտածում ես, թե այդպես էլ պետք է լինի, որովհետև դատարանը ոչ թե արդարությունն է պաշտպանում, այլ օրենքը, որը շատ հաճախ կապ չունի արդարության հետ։ Սակայն տվյալ դեպքում, երբ օրենքն ու արդարությունը ձեռք-ձեռքի բռնած են, դատարանի այս որոշումը չի դիմանում որևէ քննադատության։ Էլ չեմ խոսում խնդրի բարոյական կողմի մասին։ Հարբած կին վարորդ։ Տեսում ենք գլորվում։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը, արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի, քիլլեր կինն ու գթոտ դատավորը տեսանյութում։ Իրոք ժողովուրդ ջան,
Այս մեր վարորդների մի գերակշիռ մասի հոգեվիճակը նախանձելիներից չի։ Երևի կանանց հետ յոլա չեն գնում կամ սոցիալական լուրջ ճեղքված տվել, որ ոչ տանում, ոչ բերում են, մի լավ լակում են ու նստում են մեքենայի ղեկին։ Նման դեպքերում նրանք ոչ մի բանով մարդասպանից չեն տարբերվում։ Ուղղակի դիմացիներն են ափսոս, թե չէ իրանց ինչ լինում է լինի։ Խմած ղեկին նստելը չունի ոչ մի արդարացում։ Դե հիմա պատկերացրեք, որ այդ վիճակում մի թաթալաբաս մեծ արագությամբ գալիս ու խփում է Պարեկի մեքենային։ Այն, որ ասում են գելի գլխին ավետարան են կարդում, ասում է պրծեք, ոչխարներս մնացին։ Հիմա ինչքան էլ ուզում եք քերականացրեք հարբած ղեկի նստելու համար պատիժը կամ աստղաբաշխական տուգանք նշանակեք։ Միևնույնն է, ինչպես կասեր ռուսը, если человек идет, то это навсегда։ То այ 22-ամյա Հակոբ, կաթը շուրթերի դեռ չչորացած, որոշել ես գիշերվա միլիոնին հարբած նստես մեքենայի ղեկին ու քաղաքում ոյաժներ անցկացնես։ Հեսա, էս էլ հետևանքը։ Քեզ անում համարները։ Իա, կարմիր մոլորակից էսի չէ։ Բա ժողովուրդ ջան, հիմիկվա ջայելները լավ ճարպիկ են, իրանց գցում են դոդի բաղճա, մթոն բան չեն հասկանում և իրենցը առաջ են տանում։ Այդ շուստրին տեսակ, որ ուզում էր մեքենայի համարանիշները հաներ, երևի, որ հանկարծ պապան չտեսներ ու մի լավ ճլոտի չտար, չնայած եթե ճլոտի տվողը լիներ սիրասուն զավակը, հարբած չէր նստի ղեկին ու տուր որ կտաս Պարեկի ջիպին։ Մենք էլ անընդհատ Պարեկներին ենք մեղադրում, որ իրենց վստահած մեքենաները դարձնում են մետաղե ջարդոն։ Փաստորեն թաթալաբազների պակաս չկա։ Անիվներն պետք է ձմեռային լինի։ Նայ որ ձմեռային չի։ Ասացին, որ Ուրուգվայի հրապարակում մեքենայում գտնված պարեկներից մեկը վիրավորում էր ստացել ու նրան տեղափոխել են հիվանդանոց։ Լավ է այդ պահին օպերատիվ բոլոր ծառայություններն էլ հերթապահություն տանելիս են եղել ու արագ օգնության են հասել իրենց գործընկերոջը։ Իսկ 22 տարեկան հարբածը դեռ երկար է հիշելու այս դեպքը, որովհետև վարորդական իրավունքի վկայականից հաստատ կզրկվի, մի կլորի գումար կվճարի, իսկ եթե այլ չեպեներ էլ ունենա, կարող է միանգամից հայտնվի ճաղավանդակից այն կողմ, իսկ իր Porsche երկար ժամանակ կմնա հատուկ պահպանվող տարածքում։ Գիշերը միլիոնին ոչ միայն 22-ամյա Հակոբն է հարբած երթևեկել, այլև 28-ամյա Արսենը։ Ասում եմ չէ, որ սրանք լրիվ խելքները թրցրել են։ Արա, եթե խմել չգիտեք, ինչի եք լակում, հա? Լավ, դուք իրոք ջանդամ, բա ուրիշները, նրանց գույքը։ Դե հիմա պատկերացրեք, ալկաշ Արսենը ինչ կարգի արագություն պիտի բացած լինի, որ տիդայով բախվի Ford Transit-ին, վերջինն էլ հարվածից առաջ ընթանա, բախվի Bid-ին, նա էլ իր հերթին բախվի BMW-ին։ Պատկերացրիք։ Ամենայն հավանականությամբ արագություն բացելու նախադրյալը ոչ միայն օրգանիզմում սպիրտի պարունակությունն է եղել, այլև ազատ ճանապարհը։ Դե հարբած ծովծնկներից Արսենը ուզեցել է հագեցնի ադրենալինի պաշարը, ուշագրավն է, որ նաև բախտավոր աստղի տակ է ծնվել։ Նման կարգի արագությամբ հարվածես մեքենային ու անգամ չվիրավորվես, ստեղ են ասում, աշխարհ կանգնի, իշխնող կա, բայց որ հետևանքների առումով բախտը չի ժպտա, դա հաստատ։ Ու գիտեք ինչու, որովհետև նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Ոչինչ, էլ մեքենա չես քշի։ Այս 3 ավտոներ կայանված են եղել։ Հարբածների մասնակցությամբ երրորդ դեպքն էլ ունենք։ Ուղղակի այնտեղի ճակերտավոր հերոսների բախտը Հակոբի ու Արսենի չափ չի բերել։ Ուստի այդ պատմությունը կներկայացնենք տեսանյութի վերջում։ Հիմա խոսենք մի նուրբ թեմայի մասին, որը տասնյակ մարդկանց ներաշխարհը խառնեց իրար։ Խոսքը դեկտեմբերի 6-ին Երևանի Աչափնյակ վարչական շրջանում գտնվող Սան Լազարո սգոսրայի տարածքում տեղի ունեցածի մասին է։ Եվ ուրեմն առավոտյան 6:30-ի սահմաններում սգոսրայի աշխատակիցները նկատում են, որ բոլոր 5 սրահներում էլ ուժեղ ջրի հոսք է սկսվել, ընդ որում որոշ հատվածներում ջրի բարձրությունը հասնում է 1 մետրի։ Հələ գալիս են էլի։ Ամեն ինչ տեսել ենք, բայց որ սգոսրահում մարդիկ պետք է հոգեանգիստ գան նավակներով ճաքերա տալիս։ Հետևալ լրիվ ատալակցել է։
Փաստորեն այդ տվյալ օրը բոլոր 5 սրահներում էլ պիտի տեղի ունենային հոգեհանգստյան արարողություններ։ Ուստի աշխատակիցները գալիս են առավոտ կանուխ մաքրության աշխատանքներ կատարելու եւ ահա այսպիսի պատկեր են արձանագրում։ Տեսնելով, որ բոլոր սրահները ողողված են ջրով, միանգամից ազանգում են վիոլա ջուր։ Ստեղ են ասում. «Էփա ցավի ծիծաղն եկավ, ինչի ով էր այլ բան ակնկալում»։ Անդեղից մոտ 3-4 ժամ չեն պատասխանում, հետո թե բա էս պահին մեզ հարմար չի, հայտը կգրանցենք, ժամանակ լինի կմոտենանք։ Մենը նստվածքը արդեն պարզ երևում է։ Սենց էլ մարդիկ ապասնի ամատնեն մեջը, բլվի։ Լստեն նայ։ Լստեն նայ։ Լորիկ նստել այս չենք հայլ պիտանի չի լինի։ Լստեն նայ։ Սքո սրահի հետնամասից մոտ 150 մետր հեռավորության վրա էր խմելու ջրի խողովակը վնասվել։ Այսինքն, ինչ որ կազմակերպության ոչ սրտացավ ու անպատասխանատու պահվածքի պատճառով մեռելատերերը կանգնել էին փաստի առաջ, ինչ ասես չենք լսել, բայց որ վիոլան արդեն անհանգստացնում են նաև հանգուցյալներին չենք լսել։ Եթե նրանց աշխատակիցները ազանգից հետո օպերատիվ գային, գոնե խմելու ջրի հոսքը կդադարեցնեն ու տոննաներով ջուրը չէր հասնի սրահներ, էլ չեմ ասում, որ որոշ հատվածներում շենքի հիմքերի հերն արդեն անիծվել է։ Ակսատան ջուրը էսա գալիս է, եղունգունեք գնացեք գլուխներդ քորեք։ Լստեն այ։ Վերջում եկան կինոյի տղերքը։ Եկան են այ, ներկայացան գնացին։ Այդե այդ տանտեր արագությունները վերասկ եկելի, այդ ուր եք շտապում, ինչ եք կորցրել, ինչ եք փնտրում։ Կեսգիշերին մոտա, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրն է, արձաններ բացօթյա վաճառքի սրահի հարևանությամբ։ Ինչպես տեսնում եք, ջիպն ու օպելը նենց են իրար ողջագուրվել, որ օպելը կողաշրջվել է եւ բախվել ծառին, իսկ ջիպը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Նայելով մեքենաների վնասվածքներին, դուք էլ կհաստատեք, որ առանց մեծ արագությունների նման պատկեր չէր արձանագրվի։ Շատ դանդաղ են եկել, կախումա տենցել է, որևիտ միարնեն։ Մալադես պապի, տեսնում եք ինչ հումորի զգացում ունի։ Ասում են, երբ մարդ ամենադժվար պայերին չի կորցնում հումորի զգացումը, նա իսկապես ուժեղ մարդ է։ Իսկ պապիկի համար իրոք դժվար պայր։ Այս խելքից դուրս արձաները հայտնվել էին անօգնական վիճակում։ Դրանց մի մասը կոտրվել էր, մինչդեռ այդ ամենը փող էր, իսկ պապիկը դեռ կատակում էր։ Նաև մեծահոգի էր, որովհետև ասում էր, թե ինչ լինում է, թո ժեշտին ու արձաններին լինի։ Մարդու հանկարծ բան պատահած չլինի։ Պապիկի ցանկությունը իրականացավ, բայց մասամբ։ Բանն այն էր, որ վթարի հետևանքով թեև զոհ չկար, սակայն 2 հոգու տեղափոխել էին հիվանդանոց։ Ապրեն սրտացավ քաղաքացիներն ու այս վաճառքի կետի աշխատակիցները։ Միահամուռ օգնության են հասել, իսկ շտաբօգնության բրիգադը վիրավորներին տեղափոխել է Աբովյան բժշկական կենտրոն։ Իսկ այս արձանների տերերին ով պիտի փոխհատուցի, դա էլ հայտնի չի։ Փաստորեն, այս մեր երկրում լավ ջարդել գիտեն, հավաքելուց հեչ լավ չեն։ Այս էլ խոստացված տեսանյութը, որի մասնակիցներից մեկը էլի հարբած է եղել։ Մայրաքաղաքի համայրակ կենտրոնում ենք, Պրոշյան փողոցի թիվ 14 հասցեի դիմաց, էլի գիշեր է ու էլի շղթայական ավտովթար։ Այս ինչ օրն ենք հասել, որ մեքենան արդեն վարում է հարբած կինը։ Չէ, իրոք ամեն ինչ հաստատուն քայլերով գնում է գրողի ծոցը։ 29-ամյա Գոհար Մանուկյանը այս տեսլան է վարելիս եղել, երբ բախվել է Շիրակի մարզում հաշվառված 28-ամյա Սևակ Գաֆարյանի Կիային ու Երևանում հաշվառված 21-ամյա Միքայել Շահբազյանի Հյունդային։ Ապավետ ապօգնությանը քո դուս գա։ Քո դուս գա, հա։ Հաստա քո դուս գա։ Քանի ապտո, հա։ Սա քո դուս գա, բայելա։ Հա։ Մի ես Տեսլայի վիճակը նայեք, ավելի շուտ այն, ինչ դրանից մնացել է, թե ոնց է ալկոհոլի ազդեցության տակ գտնված Գոհարը ոչ մնացել, չեմ կարող ասել։ Փաստն է, որ Կիայի վարորդը բախման հետևանքով տեղում մահացել էր։ Ինչ ահավոր է, ժողովուրդ ջան։ Քո համար հանգիստ գնում ես, մեկ էլ խնդրեմ, կյանքդ ավարտվեց։ Ընդհանուր երկու ավտոն ընդեղ է։
տպավորություն է, թե Տեսլայի ու Կիայի վարորդները բախվելուց առաջ չեն էլ փորձել արգելակել։ Ընդ որում, բացի Կիայից ու Տեսլայից, մյուս բոլոր վնասված մեքենաները, որոնց թիվը 5 էր, կայանված են եղել։ Այսինքն, այս վթարի հետևանքով ընդհանուր առմամբ 7 մեքենա էր տուժել։ Այն, որ ասում են, մի հիմար քարը գցում է փոսը, 10 խելոք չեն կարում անեն, հիմա էտա։ Տեսլայի կին հարբած վարորդին ասացին, որ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կար ժամանականց տեղեկացա, որ քննիչի որոշմամբ նա ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Իսկ հետո տեղեկացանք նաեւ, որ 29-ամյա կինը չի ունեցել նաեւ հայկական վարորդական վկայական։ Իսկ արդեն ձերբակալման ժամը լրանալուց հետո քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական գործերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը, սակայն դատարանը մերժում է քննիչի միջնորդությունը, նրա նկատմամբ կիրառում է 10 միլիոն դրամի գրավ եւ որոշում, որ նա պետք է մնա տնային կալանքի տակ։ Մեկնաբանությունները ավելորդ են։ Եվ վերջում Երևան Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։ Կասեք, ինչ եք հիմա տեսնում ձեր էկրանին։ Ես էլ սկզբում չի հասկանում։ Հետո հասկացա, որ մեքենան պարզապես կիսված է։ Հա, ճիշտ լսեցիք։ Օրը ցերեկով տեղի ունեցած բախման հետևանքով այս մեքենան, որը նախորդ կյանքում Mitsubishi-ա կոչվել, մեջտեղից կիսվել էր։ Այս պարեկներն էլ էին ապշել, աշկներին չէին հավատում, որ կանգնել են կիսված մեքենայի առջևի հատվածի մոտ։ Այսենց դեպքերում է երևում, թե ինչ կարգի խլամ են Հայաստան հարյուրավոր տոննաներով ներկրում, ընդ որում Mitsubishi-ն ոչ միայն մեջտեղից կիսվել էր, այլև հարվածի հետևանքով նրանում հրդեհ էր բռնկվել։ Իսկ հա վթարի մյուս մասնակիցը Chevrolet-ն բախումից հետո դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին ու հայտնվել դաշտում։ Եթե ինչ-որ մեկը ասեր, որ այս ամենի հետևանքով միայն վիրավորներ կլինեին, բնականաբար չի հավատա ու ճիշտ էլ կանեի։ Մեկ հոգի տեղում մահացել էր, եւս 3-ին տեղափոխել էին հիվանդանոց։ Այս տեսանյութը իրականում կարող է ուսումնական ձեռնարկ համարվել վարորդների համար, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում։ Չի կարելի խմած ղեկին նստել, չի կարելի թույլատրելիից ավելի արագություն գերազանցել, չի կարելի չթույլատրված տեղով շրջադարձ կատարել։ Պետք է միմյանց նկատմամբ հանդուրժող լինել։ Ու քանի վերը թվարկածը բացակայում է, շարունակում ենք համալրել ողբերգական վիճակագրության թվերը։ Լավ, ես չեմ հասկանում։ Այդքան բարդ է ընկալել պարզ ճշմարտությունները։ Ավտի վրա էլ կպայես։ Տագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք դեկտեմբերի 21-ին ժամը 22-ին։ Աստված պահապան հայազգին։